Здравствуйте. Извиняюсь за задержку. Ներողություն եմ խնդրում ուշանալու համար։ Հուսով եմ թիկնազորը գոնե մի գառ բերել է այստեղ։ Ինչքան կամենակ։ Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովից հետո։ Ինչպես է ստացվում, որ ըստ Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցը փակվել էր հեռավոր 1996-ին, բայց 3 տարի անց 1999-ին Ադրբեջանի նախագահը սահմանին ներողություն էր խնդրում հայկական կողմից ուշանալու համար, իսկ Հայաստանի նախագահը տեսախցիկների առաջ փախթողի վստահությամբ կատակում էր սահմանային ճաշկերույթի եւ խոստացված գառան մասին։ Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր։ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։ Եթե ամեն ինչ կանխորոշված էր եւ Արցախը անդառնալիորեն մնում էր Ադրբեջանի կազմում, ինչու էր Բաքուն տասնամյակներ բանակցում մի բանի շուրջ, ինչն արդեն իր գրպանում էր։ Բազում հարցազրույցներ ապացուցում են, ել չեմ ասում միջազգային կազմակերպություններում ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների կողմից արված հայտարարությունները, մադրիդյան սկզբունքները, Քիվեստի փաստաթուղթը, որը իրենք զլանում են հրապարակել շատ լավ հասկանալով, որ դրա հրապարակում ամբողջովին կփոշիացնի իրենց այս հանրայնացվող թեզերը, դրանք ապացուցում են, որ նմանատիպ մոտեցում բացարձակապես չկար եւ հակառակը ամբողջովին գնում էր Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչման, այլև դրա արդյունքում ձեռք բերված համապատասխան կարգավիճակի արձանագրման ուղղությամբ։ Լիսաբոնյան թեզը վերլուծաբաններից շատերի համոզմամբ սեփական կապիտուլյացիան պատմական կեղծիքով արդարացնելու Փաշինյանի փորձի հետևանք է։ Անկախության պատմության ամենամեծ ու ամենավտանգավոր դիվանագիտական միֆը, որ վաղուց փլուզվել է փաստաթղթերով, արխիվային բացառիկ կադրերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վկայություններով։ Դրանցից մեկը նոր է ներկայացվել հայախոս լսարանի ուշադրությանը։ Մեդիամաքսն է թարգմանել հատվածներ ամերիկյան դիվանագիտական ուսումնասիրությունների եւ վարժանքների արտաքին հարաբերությունների բանավոր պատմության նախագծի 129 էջանոց հարցազրույցից ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ դեսպան Ռուդոլֆ Պերինայի հետ։ Հարցազրույցում նա կարևոր տեղեկություններ է հայտնում Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների 2001-ից 2004 թվականների դրվագների մասին, նորից անուղղակի ապացուցելով տարբեր վայրիվերումներով իրական բնույթ է ունեցել բանակցային գործընթացը Լիսաբոնից հետո։ Մեդիամաքսի հոդվածագիրը ընդգծում է, այդ մասին վկայում են արևմուտքի դիվանագետները, որոնք Փաշինյանի նախորդներին պաշտպանելու մոտիվացիա չունեն։ Քիվեստի առաջարկը ըստ էության բավական բարենպաստ էր հայկական կողմի համար, հավանաբար երբևէ քննարկված ամենահամապարփակ տարբերակներից մեկը, սակայն Հեյդար Ալիևը սկսեց առարկել մի շարք երկրորդական հարցերի շուրջ։ Ամերիկացի համանախագահը եւ ոչ միայն այս համանախագահը, այլ համանախագահներ, հատկապես Քերի Քավանոն շատ հաճախ հարցազրույցներ են տվել, հրապարակումներ են արել անդրադառնալով ամբողջ բանակցային գործընթացին, ռուսական համանախագահողներն են դրա մասին խոսել եւ իրենց բոլորի այսպես թե հարցազրույցներում, թե ելույթներում հստակ կարմիր թելով անցնում էր, որ այդ խնդիրը պիտի լուծվեր Արցախի հայկական բնակչության շահերը պաշտպանելով եւ բնականաբար որևէ անդրադարձ չէր կարող լինել Արցախի հայաթափման Չէր էլ կարող լինել այդպիսի մոտեցում, շեշտում է դիվանագետը, որովհետև Հայաստանի իշխանությունը բացառապես հայանպաստ դիրքերից էր հանդես գալիս։ Հիշենք նույն Իլհամ Ալիևի խոսքերը, երբ որ նա 16 թվականին հնչեցրեց, որ կուլիսների ետևում իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը։ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահն է հիշել այդ մասին։ Ընդհանուր առմամբ բավական լավ էինք աշխատում հայկական կողմի հետ, թեև Ռոբերտ Քոչարյանը շատ կոշտ բանակցող էր։ Իմ գնահատմամբ երբեմն նույնիսկ չափազանց կոշտ։ Նախագահ Քոչարյան ես չի ասի նա կոշտ է եղել, գուցե ամերիկացիների համար իրենց ցանկությունները չբավարարելը կոշտության նշան է, խնդիրն անում է, որ երկրի ղեկավարը չի կարող ուղղակի ինչ-որ այլ պետության կմահաճույքներ բավարարել եւ պետք է սեփական երկրի ու ժողովրդի շահերից ելնի, այդ թվում մանավանդ եթե քո վրա դրված է նաեւ պատմական նման առաքելություն
թե քո ժողովրդի մի մասի անվտանգությունը ապահովելու, թե նրա ինքնորոշման իրավունքի միջազգային ուրեմն ճանաչմանը եւ ընկալմանը հասնելու առումով համապատասխան կարգավիճակ արձանագրելով։ Вот мы вполне откровенно говорили, если не мы решим. Անկեղծ խոսում էինք, եթե մենք չլուծենք հակամարտությունը, ապա ով, հաշվի առնելով Հեյդար Ալիևի կենսագրությունը, հաշվի առնելով իմ կենսագրությունը, մենք զգում ենք, որ մեծ պատասխանատվություն կա մեր ուսերին։ Հատկապես, որ բոլոր միջնորդներն էլ ասում են, եթե նախագահները պայմանավորվեն, միջազգային հանրությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ քաղաքական ու նյութական ռեսուրսները, որ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ В ходе трудных переговоров армянская сторона всегда занимает Այս դժվար բանակցություններում հայկական կողմը զբաղեցրել եւ զբաղեցնում է կոշտ դիրքավորում։ Я приехал во Флориду за много тысяч километров. Ես եկել եմ Ֆլորիդա, Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անելու, այլ կոնստրուկտիվ աշխատելու կարգավորման ուղղությամբ։ Եվ այսքանով ես ավարտում եմ իմ ելույթը։ Շնորհակալ եմ։ Տարիներ անց հատկապես մեր ներկայիս զարգացումների առումով երբ որ նայում ես, ասում ավելի ես հասկանում, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվել ժամանակին եւ այդ աշխատանքը իրոք ամեն մի քայլափոխի իր արդյունքը գրանցել է իշահ մեր ուրեմն նկարտումների եւ նպատակների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծման առումով։ Ցավալի է տեսնել, ինչպես է գործող իշխանությունը փորձում խեղաթյուրել ամեն ինչ սեփական հանցանքները ժողովրդի եւ բանակցային գործընթացի վրա բարթելու համար, նկատում է Ձյունիկ Աղաջանյանը։ Այս իշխանությունների ձեռամբ ուղղակի այսպես գլխի վրա շուռ է տրվել գործընթացը եւ դա իմ գնահատմամբ եւ ելույթությամբ կատարվել է հստակ հանձնարարականներով եւ հստակ ուրեմն ծրագրով փորձանելով այստեղ աշխարհակաղակական այդ գլոբալ վերաձևումների ներքո Հայաստան ամբողջովին դուրս բերել ռուսական ծիրից, ռուսական համագործակցային դաշտից եւ տեղափոխել արևմտյան դաշտ։ Արցախի վերջնական հայաթափումից 2 ամիս էլ չէր անցել, երբ Փաշինյանը սկսեց երկարաշունչ հիմնավորումներ երկնել, թե ինչու չէինք կարող չկորցնել Արցախը։ Նրա սիրելի թեզը, թե Լիսաբոնի գագաթնաժողովով Արցախի հարցը փակվել է, փլուզվում է առաջին իսկ հիմնավորումների առաջ։ 1996-ին Լիսաբոնում Հայաստանի Հանրապետությունը կիրառել է իր վետոյի իրավունքը։ Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի ընդունված տրամաբանությունը։ Ադրբեջանական կողմի նախագիծը, որով Լեռնային Ղարաբաղը կարող էր կարգավիճակ ունենալ միայն Ադրբեջանի կազմում, տապալվել է եւ այդպես էլ չի մտել ԵԱՀԿ հիմնական պարտադիր ուժ ունեցող հռչակագրի տեքստ։ Մնացել է ընդամենը որպես նախագահողի անձնական հայտարարություն։ Հայկական դիվանագիտական միտքը կոտրել է միջազգային կոնսենսուսը, հարցը բաց թողնելով։ Ինչքան էլ որ տեղի ունեցել այդ համանախագահողի հայտարարություն, որը 53 երկրի կարծիքն է հայտնել, այնուամենայնիվ Հայաստանը օգտագործել է իր վետոյի իրավունքը եւ իրավական առումով Նիկոլ Փաշինյանի ասած որոշումը չի իրագործվել, ինչի հետևանքով հետագայում նույն միջազգային հանրությունը ալտերնատիվ լուծումներ առաջարկեց, որոնք բերեցին նրան, որ 97 թվականին, 94-ին, 97 թվականին իրագործվեց այդ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտ դառնալու այդ ծրագրի առաջարկը։ Եթե Արցախի կարգավիճակի հարցը դրանից հետո չի եղել սեղանին, ինչպես պնդում է Փաշինյանը, ինչ էին բանակցում աշխարհի գերտերությունները հետագա 20 տարիներին։ 2001 թվականին Միացյալ Նահանգներում, Քիվեստում, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցվում էր մի փաստաթուղթ, որով Արցախը դուրս էր բերվում Ադրբեջանի կազմից ու միացվում Հայաստանին, իսկ Լաչինի միջանցքը դառնում էր Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հեյդար Ալիևը, հասկանալով, որ կորցնում է Արցախը, վերջին պահին է միայն հրաժարվել ստորագրումից։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, նույնիսկ մի երկու անգամ հարցրեցի, ես ճիշտ եմ հասկանում։ Ինչ դա մեզ տվեց, չստորագրվեց, բայց դրանից հետո
նույնիսկ մադրիդյան սկզբունքները, որը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք դա ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայեք, մենք ընդամենը 2 տարի առաջ, 3 տարի առաջ մենք քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացրել։ Վարդան Օսկանյանը այդ բանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ինչ բանակցում էր, ասում էր, նայեք, այս նույնիսկ այս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքան կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ 2007 թվականին ասպարեզ եկած մադրիդյան սկզբունքները եւ 2011-ի Կազանի փաստաթուղթը, որոնք մշակվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ուղղակիորեն ամրագրում էին. Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր իրավականորեն պարտադիր կամ արտահայտության հանրաքվեի միջոցով, որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէր։ Հանրաքվեի մասին հիշատակում կա նաև Ռուդոլֆ Պերինայի հարցազրույցում։ Նա շեշտում է, որ ինքն է առաջին անգամ հրապարակայնորեն խոսել դրա մասին 2002-ի հուլիսին Պրահայի գործընթացի երկրորդ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Կողմերը հետաքրքրություն ավելի ուշ են ներկայացրել։ Նրա մտահղացմամբ քվեարկությանը պետք է մասնակցեին Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ապրել էին այնտեղ մինչև հակամարտությունը ու դեռևս ողջ էին։ Ըստ երևույթին գոյություն ունեին խորհրդային շրջանի գրանցման ցուցակներ, որոնք թույլ կտային նույնականացնել այդ մարդկանց։ Ադրբեջանում պետք է կազմակերպվեին քվեարկության տեղամասեր նաև փախստականների համար։ Բարդ, բայց տեսականորեն հնարավոր գործընթաց։ Իհարկե ժամանակի ընթացքում հանրաքվեի գաղափարը վերածվել էր հակամարտության վերջնական կարգավորումը երկար տարիներ անց անցկացվելիք հանրաքվեով հետաձգելու միջոցի։ Այս դիտարկումն էլ է Պերինայի հարցազրույցից։ Երբեմն հակամարտության սառեցումը համաձայնեցված պայմաններով կարող է դրա կարգավորման միջոց դառնալ։ Սրա նման հոդվածները, հարցազրույցները բացահայտում են ամբողջ գործընթացի բուն էությունը, որը ինչպես նշեցի, տրամագծորեն հակառակ է այն բոլոր գործողություններին, որ այս իշխանությունները կատարեցին, եւ այն բոլոր թեզերին, որ այսօր փորձում են հրամցնել մեր հանրությանը։ Ձյունիկ Աղաջանյանը հիշում է, բանակցային բոլոր դրվագներում, որոնց ինքնանձամբ ներկա է եղել, ինչ-որ պահի ադրբեջանական կողմը այլընտրանք չունենալով, ստիպված է եղել սադրելով խաթարել բանակցությունները, հասկանալով, որ միջազգային հանրությունը ճանաչում է Արցախի, Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ անկախանալու իրավունքը։ Լարա Արաքելյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։